Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Ջուլիետտա Ազարյանին։ Տիկին Ազարյան, շնորհակալ եմ հրավերն։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ազարյան, ինչու չեք հրապարակում 44-օրյա պատերազմի զեկույցը, ձեզ չէ ընդհանուր ձեր թիմին է այս հարցը ուղղված։ Այդքան թե Անդրանիկ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը ու շատ ձեր թիմակիցներ ասում են, այ տեսեք զեկույցը, որ հրապարակվի, ինչ բացահայտումներ են լինելու, աղմկահարույց, նոր կալանավորումներ են լինելու, սրա հետ կապված հիմա արդեն եկել է այսքան տարի հետո զեկույցը պատրաստ է, չգիտես ինչու չեք հրապարակում, ուղարկում եք գաղտնի բաժին, այն էլ հուժ գաղտնիության կարգավիճակ եք տալիս։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, նախ պիտի նաև մենք սկզբի համար հասկանանք, թե ինչ մեծ ծավալի մասին ենք խոսում և եթե չեմ սխալվում, երկու անգամ երկարացվեց ժամկետը, որը ի սկզբանե դրված էր, ծավալով պայմանավորված, որոշում կայացվեց հետաձգել նաև այն իմաստով, որ կային ենթադրում, սա իմ ենթադրությունը դետալներ, տարբեր դրվագներ, որոնք ևս մեկ անգամ քննարկման, ուսումնասիրության կարիք ունեին։ Ինչ վերաբերում է գաղտնիության, իհարկե հասկանում ենք, որ չի կարող ամբողջապես այն զեկույցը, որը որ պատրաստ է, ամբողջապես հրապարակային և հասանելի դառնալ ժողովրդի համար, քաղաքացիների համար, կան կտորներ, որոնք այո, տիրապետելի են այն անձանց, այս դեպքում Ազգային ժողովի պատգամավորներին նաև, և ոչ ընդդիմադիր դաշտը ևս կաշկանդված չէ և զերծ չի մնում այս իմաստով, որոշակի գաղտնիության այո աստիճան ունեցող պաշտոնյաները կարող են վստահաբար առանց խոչընդոտների ծանոթանալ ամբողջական բովանդակությանը։ Այստեղ նաև ես կարծում եմ, որքանով հասցրել եմ լսել և Անդրանիկ Քոչարյանին, տարբեր երկու կողմից և նաև մեկնաբանություններ, այստեղ նաև իրավական ձևակերպման խնդիր ունենք, այս պայն աշխատում են իրավաբանները, եթե չեմ սխալվում, և վերջնական կոնցեպտուալ առումով, թե ինչ տրամաբանությամբ, ինչ մասշտաբի, որքանով հնարավոր կլինի ներկայացնել հասարակությանը, դա քննարկման փուլում է, բայց այնուամենայնիվ գանք նրան, որ վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասանելիություն է ունենալու, էլի եմ ուզում հատուկ նշել, իհարկե ոչ բոլոր կտորներին, բայց վստահաբար հասանելիություն ունենալու է։ Հիմա թե դա ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով տեղի կունենա, կարծում եմ օրերի հարց է, առաջիկայում պարզ կդառնա ավելի շոշափելի։ Այս ձգձգումները, այս խոչընդոտները հանրության մոտ լեգիտիմ, այսպես ասած, կասկածներ են հարուցում, որ կամ այնպիսի մի բացահայտում կա հենց իշխանությունների հետ կապված, որ չեն ուզում հանրայնացվի, կամ էլ ընդհակառակը, քանի որ այսպես շատ են ասել ընդդիմադիրների մասով բացահայտումներ կան, այդ ամենը իշխանություններին չի հաջողվել, որպես այդպիսին, դրա համար չեն հանրայնացնում, ու հանրությունը իրավունք ունի, կարծում եմ, այս տեսակետը ունենալ։ Տեսեք, Կրիստինե ջան, հաշվի առնելով այն մեծ ծավալը և այն երկարաժամկետ, իսկապես երկարաժամկետ աշխատանք է սա ենթադրում, չեմ կարծում ունի այնպիսի սուր կտորներ կամ ինչպես և դուք ասացիք, ունի դետալներ, որոնք առնվազն իշխանության քիմքին, այսպես ասած, հաճելի չէ, չեմ կարծում և հակառակ կողմից էլ ես անկեղծ պիտի լինեմ, առայժմ իսկապես չեմ նկատել հասարակության, այսպես կողմից մտքեր, դժգոհություններ առայն, այսինքն հիմք դնելով տակը, որ դե երևի մտավախություն կա կամ այն ինչ ի սկզբանե իշխանությունը խոստացել էր, դա մատուցելու է հասարակությանը, իսկապես չեմ նկատել նման պահանջ, բայց էլի եմ ուզում խոսքս վերահաստատել, օրերի հարցը և առաջիկայում ավելի հստակ կունենանք այն ֆորմատը, որի արդյունքում հասարակությունը կծանոթանա, որքանով որ հնարավոր կլինի։ Դուք հասցրել եք ծանոթանալ կամ դիմել եք։ Ես անկեղծ պիտի լինեմ, չեմ հասցրել դեռ ծանոթանալ, բայց առաջիկա օրերին կարծում եմ սա շատ կարևոր, եթե ասենք, ասել է թե ինֆորմացիա, կարևոր է ծանոթանալ և
թույլ է տալիս նաև պաշտոնով պայմանավորված, հա, գաղտնիության որոշակի աստիճանը թույլ է տալիս ամբողջական ծանոթանալ բուն բովանդակությանը, ծայրից ծայր կարող ենք ծանոթանալ եւ իմ այսպես ասած առաջիկա անելիքների մեջ մտնում է հենց սա ծանոթանալ ամբողջական տեղեկատվությանը։ Տիկին Նազարյան, ձեր հենց թիմից շատերին թույլ չեն տվել այդ զեկույցին ծանոթանալ։ Հենց իրենք այդ մասին հայտարարել են ու այդ պատճառով զեկույցի տակ չեն ստորագրել։ Այո։ Ովքեր անդամ են այդ հանձնաժողովի։ Սա իսկ եկեք մի փոքր արձաբանող, հա, մի փոքր հարց եմ ես այս դեպքում, ես ստանձնեմ հարց տվողի դերը, խոսքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Այո, հիմա ես ձեզ ասեմ, քանի որ հենց տեղեկություն է հրապարակվեց լրատվամիջոցներում, որ զեկույցի տակ հենց իշխանական պատգամավորներից ստորագրությունները ոչ ամբողջական են, այսինքն 1 հոգի թե 2 հոգի չեն ստորագրել ու նրանք մեկնաբանել են, որ իրենց թույլ չեն տվել ծանոթանալ ու իրանք չեն ցանկացել անծանոթ այդ փաստաթղթի տակ ստորագրություն տալ։ Այնինչ ասում եք, իսկապես առաջին անգամ եմ լսում եւ չունեմ նման ինֆորմացիա իսկապես, իսկ տարակուսելի է այնինչ ես լսում եմ, որովհետեւ նման բովանդակային առով նման խոսակցությունները բնորոշ է ընդդիմությանը, երբ օրինակ տարբեր հնարավոր հարթակներում գոչում են այն մասին, որ հա իշխանությունը թույլ չտվեց ծանոթանալ X փաստաթղթին, բայց հետո մտնում ծանոթանում են, դուրս են գալիս եւ կարծում եմ կհիշեք քաղաքացիներն էլ մեր կհիշեն, երբ ծանոթացել էին պայմանագրի որոշակի դրույթների, դուրս գալով անմիջապես այսպես ասած փակ սենյակից հնարավոր բոլոր տեսախցիկների առաջ աղաղակում էին այն մասին, որ դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, այնտեղ չկա ոչ մի դրույթ խաղաղության վերաբերյալ, բայց հիմա ինչ ենք տեսնում, տոտալ լռություն այս իմաստով։ Չէ, այս դեպքում հենց իշխանության պատգամավորները։ Սա տարակուսել է իմ համար, իսկապես ես չունեմ նման ինֆորմացիա, անգամ ենթադրություն չունեմ, թե ում մասին է խոսքը։ Իդեպ, այսպիսի մի տեսակետել էր Տիկին Նազարյան շրջանառվում, այս սրա վերաբերյալ էր մեկնաբանություն, փորձագետներ, ընդդիմադիր շրջանակներ նաև այսպիսի կարծիք են ասում, որ առհասարակ այս հանձնաժողովը քննիչ ի սկզբանե ձևավորվել է խախտումներով ժամկետների ու եղել է ոչ վստահելի, որովհետև պատերազմը եղել է այս իշխանության օրոք եւ այս իշխանությունը չի կարող արդար քննություն իրականացնել ու իր իշխանության օրոք եղած պատերազմը բացահայտել։ Եկեք հետևյալ կերպ պատասխանեմ։ Փաստ է, չէ՞, դա տրամաբանություն է, որ առնում։ Պատասխանեմ այս հարցին եւ կարծում եմ ինքը շատ սպառիչ կլինի։ Եթե հղում ենք տալիս այն դրվագին, որ այս իշխանության օրոք է տեղի ունեցել, ցավոք սրտի, հա, պատերազմ է տեղի ունեցել, արդյոք հենց նույն իշխանությունը շահագրգռված կլիներ եւ քայլեր կձեռնարկեր ստեղծել քննիչ հանձնաժողով, որի ընթացքում եւ որի հետևանքով ինչու՞ չէ, նաեւ այո, ի հայտ էին գալու եւ ջրի երես պայմանական, հա, դուրս կգային դրվագներ, դուրս կգային փաստեր, որոնք, ինչպես դուք նշեցիք, շահեկան եւ նպաստավոր պայմաններ չեն ստեղծի հենց իշխանության համար։ Դե ասում են, որ հենց այս քննիչ հանձնաժողովի նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իշխանությունների մեղքը, այսպես ասած, կոծկելու համար է։ Գիտեք, այս այնքան տրամաբանական չի այս խոսույթը, էլի եմ կրկնում, պնդում եմ, նախ 10 ժամից ավել, եթե չեմ սխալվում, 2 օր տևեց Հայաստանի Հանրապետության վարչապետի քննիչ հանձնաժողովում գտնվելու միայն այդ կտորը, որտեղ ժամեր շարունակ ներկա է եղել վարչապետը եւ այսպես ասած ներկայացրել է տարբեր, դա հրապարակային է տեղի ունեցել ուղիղ եթերում, ինչի մասին է խոսքը։ Այնինչ նաև էս էլ շատ կարևոր արձանագրել, որ այնինչ տեղի ունեցել ուղիղ եթերում եւ վարչապետի ելույթը եւ մնացած բոլոր պաշտոնյաների, որոնք ինչ որ մի դրվագով ներգրաված են եղել կամ պիտի իրենց խոսքը ասեին հանձնաժողովում, ելի եմ ես ուզում նշել, որ իշխանությունը առնվազն շահագրգռված չէ լինի ստեղծել այս հանձնաժողովը, որի արդյունքում եւ հետևանքով գուցե եւ կտորներ ի հայտ գային, որոնք
այդքան էլ հաճելի չէր լինի իշխանության համար, բայց իշխանությունը քնի չանձնաժողովը ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ եւ ջանքեր է գործադրել, որը գետնի վրա հետո իրողություն է դարձել, իրականություն է դարձել եւ մենք ունենք վերջնարդյունք։ Վերջնարդյունքն էլ էլի եմ նշում, կրկնվելով օրերի հարցը եւ առաջիկայում հասարակության բոլոր շերտերին հասանելի կլինի այնքանով, որքանով թույլատրելի է։ Տիկին Ազարյան, խոսենք նաեւ բանակցային այս գործընթացներից։ Տպավորություն էսպես, եթե դիտարկենք ադրբեջանական կողմի եւ մեր կողմի հայտարարությունները, այսպեսի տպավորություն է ստեղծվում, որ կողմերը ստորագրել են մի փաստաթուղթ, խոսքը օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին է, եւ հիմա նոր ստորագրելուց հետո փորձում են հասկանալ, թե այս տերմինը ասելով ով ինչ նկատի ունի, սա ամբիոնից Նիկոլ Փաշինյանը դիմում են Ալիևին, ասում է Զանգեզուրի միջանցք ասելով ինչ նկատի ունես, Ալիևն շարունակում է անդադիր ամենախոսույթում Զանգեզուրի միջանցք։ Հիմա առանց ստացվում այդպիսի տպավորություն, որ առանց դետալները համաձայնեցնելու, քննարկելու, փաստաթուղթ են ստորագրել ու հիմա նոր փորձում են ինչ-որ հարցեր բարձել։ Նախ ես ուզում եմ արձանագրենք շատ կարևոր մի փաստ, որ արդեն 1 տարի 7 ամիս, արդեն 8 ամիս, 1 տարի 8 ամիս սահմաններին մենք չունենք կրակոց, կրակոցների հետևանքով էլ չունենք զոհեր։ Սա կարևոր արձանագրում է եւ այստեղ կարող ենք վերջակետ դնել եւ փակել այս թեման խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Եվ հետ գնալով ես այս հարցը ինձ էլ եմ տվել, գիտեք, իրականում ես ինքս ինձ հարց եմ տվել, արդյոք մենք բավարար չափով գնահատում ենք այն իրականությունը, որի մեջ մենք հիմա ապրում ենք, այն ներկան, որի մեջ մենք գտնվում ենք, եւ ես հիշում եմ օրեր առաջ հիշել եմ այն բոլոր դրվագները, երբ պատերազմի ամենաթեժ օրերին հասարակությունը բոլոր հնարավոր հարթակներում գրառումների տեսքով, կոչերի տեսքով, ելույթների տեսքով հնչեցնում էր հետևյալ միտքը՝ կգա մի օր, որ այս երկու երկրների միջև չլինի պատերազմ, լինի խաղաղություն, նստեն կլոր սեղանի շուրջ, բանակցային գործընթացը, ինչպես նախկինում էր ասվում, ոչ թե մտնի փակուղի, այլ ստեղծվի ճանապարհային քարտեզ, որի վերջնարդյունքը խաղաղությունն է, որի վերջնարդյունքը խաղաղության խաչմերուկն է տարածաշրջանում, եւ այսօր մենք ունենք 1 տարի 8 ամիս, որի ընթացքում ոչ մի կրակոց չի ընչել։ Արդյոք սա խաղաղության ամենակարևոր ցուցիչը չէ։ Իհարկե, Տիկին Ազարյան, իստում է ինչ-որ քաղաքացի չկա, որ այդ խաղաղությունը բոլորիս համար է ցանկալի, բայց հարցը ինչ գնով։ Օրինակ, անդադ ասում են, որ Հայաստանը միայն միակողմանի է գնում, այսինքն միակողմանի զիջումների է գնում ու առանց, այսպես ասած, կարմիր գծերի է գնում այդ խաղաղությանը։ Գիտեք, եթե այս խոսույթին տուրք տանք, ընդդիմությունը 3 փուլերով անցավ այս ընթացքում։ Առաջին փուլը հետևյալն էր, որ չի լինելու խաղաղություն, դա ձեզ ստում են, հարգելի քաղաքացիներ։ Դա կապիտուլյացիայի մասին հերթական փաստաթուղթն է եւ այն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը կրկին դեմոնիզացրել էին ինչպես այս փաստաթուղթը, այդ նույն ընդդիմությունը ասում էր եկեք հետ գնանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այն փաստաթղթին էլի եմ ասում, որը դեմոնիզացրել էին մաքսիմալ հնարավոր բոլոր դիտանկյուններից։ Երկրորդ փուլում ընդդիմությունն ասում էր խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն, այդպես էլ չհասկացանք որն էր իրենց արժանապատիվ խաղաղությունը, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերին հնչել է այս հարցը, ես բոլոր հարցազրույցները հետևում եմ, գիտեք, լղոզված, խուսափողական պատասխաններ, իսկ երրորդ փուլում արդեն ինչպես ընդդիմության ուժերից մեկի առաջնորդը վերջերս իր ասուլիսում նշեց, ասաց մենք երբ չենք ցանկացել խաղաղություն, մենք միշտ էլ ցանկացել ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը մեր ձևով, մեր ընկալումներով եւ իրենց ընկալումները այդպես էլ չհասկացանք ինչի մասին էր, իսկապես ես երևի ստիպված 2 անգամ եմ լսել այդ կտորի, վերջո հասկանամ ինչ է ուզում ասել Ռոբերտ Քոչարյանը իր հասկացած
Հավասարի հետ բանակցեն լսելով երկու անգամ հետ ու առաջանելով երևի կառաջարկեի գնալ եւ փաստաթղթին ծանոթանալ, որովհետեւ այնինչ նշում էր արդեն կա այդ բոլոր բառերը, մտքերը պայմանագրում տեղ են գտել, սևով սպիտակին արտացոլված է, ինչպես ասում էր Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև երրորդ երկրներ, այն տրամաբանությունը, որ ինքը նկարագրում էր, կարծես թե երկնքից աստղ է իջեցնելու, այդ ամբողջը, այդ ամենը արդեն արտացոլված է պայմանագրում, եւ իրականում սահմանափակվելով, հա, կասեմ, որ ճիշտ կաներ ծանոթանար, ինչ խաղաղության մասին իր ընկալումների մասին հայտարարել է, պայմանագրին արժեր ծանոթանել։ Տիկին Նազարի, ես ուզում եմ հիշեցնել, որ հենց հաճախ արտաքին գործերի նախարար Միրզոյանը, ով ձեր թիմակիցն է, հենց ինքն է ասում, որ եթե անգամ վերջնական էլ ստորագրին խաղաղության պայմանագիրը, դա երաշխիք չի լինելու խաղաղության, ու վերջերս էլ հենց հայտարարում էր, որ նախապայմաններ կան։ Եթե ես կրահում եմ, որ նախապայման ասելով խոսքը սահմանադրության դա բոլորիս հայտնի է, բայց նախապայմաններ, բայց նաև փաստաթղթում հետևյալ կետն է ամրագրվում, որ նման բովանդակ ցանկացած խոսակցություն, նման գործընթաց տվյալ երկրի դերքին գործն է եւ ոչ մի երկիր, ոչ այս կողմը, ոչ մյուս կողմը իրավունք չունեն, այսպես ասած, խոչընդոտել եւ իրենց դերը ունենալ այս գործընթացներում, բայց որևէ այլ նախապայմանի մասին ես չունեմ տեղեկատվություն։ Դա 4-րդ կետն է, որ ներքի, եթե չեմ սխալվում, որ ներքին գործերին։ Ես չունեմ այլ տեղեկատվություն սահմանադրության, եթե հեղում ենք անդադ տալի սահմանադրությանը, որ այդ սահմանադրությունը իսկապես չունեմ այլ տեղեկատվություն, թե հավելյալ ինչ այսպես ասած գործոնի մասին է խոսքը։ Դե հիմա նայեք, Տիկին Նազարյան, խնդիրը դա է, որ հենց այդ փաստաթղթում նախաստորագրված այդ կետը ամրագրած է, որ ներքին գործերին չեն խախտում, բայց դրանից 1 օր թե 2 օր հետո հենց հակառակ կողմից հնչում է հայտարարություն, թե դուք տնային աշխատանք ունեք սահմանադրության հետ կապված։ Տեսեք, այսպես եկեք պատասխանեմ հարցին իրականում։ Ես ելի եմ ասել իմ հարցազրույցներից մեկում, անկախ նրանից, թե մյուս կողմը, հա, ինչ անուն կդնի իր խոսույթում, հա, իր խոսույթի մեջ ինչպես կկիրառի բառը, ունենք երակողմ հռչակագիր, ունենք երկկողմ նախաստորագրված փաստաթուղթ, որտեղ ելի եմ նշում սևով, սպիտակի վրա ամրագրված է, այնինչ ամրագրված է, թե մյուս կողմը ինչպես կկիրառի, իր բառամթերքը ինչպես կօգտագործի, որ թունել կդնի անունը կդնի հյուրասենյակ, թե անունը կդնի միջանցք, մենք գնում ենք հստակ այն ճանապարհով, որով գնում ենք, եւ որի արդյունքում, ելի եմ նշում, 1 տարի 8 ամիս չունենք սահմանների գրակոց։ Եթե այդպես է Տիկին Նազարյան, եթե ասում ենք անունը ինչ ուզում է դնի, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչու էր այդպես մտահոգվել, վրդովել ու ՄԱԿ-ի ամբիոնից էր ասում, դե ասեք ինչ նկատի ունի։ Ես չի ասի, թե ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանը մտահոգ էր, կրկնակի անգամ արձանագրեց եւ այսպես ասած վերահաստատեց այն պարոն վարչապետը, որ այնինչ ամրագրվել է նախաստորագրման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կողմ է, հաստատում է, վերահաստատում է եւ մի միլիմետր չի շեղվելու այդ ճանապարհից եւ մենք թե հակառակ կողմից ինչ կլսենք, ես չեմ կարծում, որ դա պիտի շեղի մեզ այն օրակարգից, որի հետևից մենք գնում ենք եւ ես վստահ եմ, որ նախաստորագրումը դառնալու է բուն ստորագրում, մենք ունենալու ենք ոչ թե խոսելու ենք 1 տարի 8 ամիս կրակոցների բացակայության մասին, դա պիտի դառնա 50 տարի, դա պիտի դառնա 100 տարի, եւ մենք պիտի ժառանգենք մեր երեխաներին, մեր թոռներին կայուն խաղաղություն։ Տիկին Նազարյան, նաև գիտեք, իշխանությանը ձեր ինչ են ասում, ընդդիմադի շրջանակները, հանրության շրջանում էլ այդ խոսակցությունները կան, ասում են, այո, կրակոցներ չկան ու դա նրա համար է, որպեսզի ապահովեն երաշխիքները Նիկոլ Փաշինյանին 26 թվականի ընտրություններին։ Կրիստինե ջան, գիտեք, ես
որքան էլ ջանքեր գործադրեմ, շատ այնպիսի պատասխան հնչեցնել, կարող եմ շատ երկար պատասխան իրականում հնչեցնել այս հարցի կապակցությամբ, բայց այնքան անլուրջ է իմ համար այս խոսակցությունը, որ պարզապես կասեմ անլուրջ է։ Իսկապես որպես քաղաքացի դուք կարդալով նման մեկնաբանություններ, որ այ կրակոցներ չեն հնչում, կուլիսներում պայմանավորվածություն կա, եւ որտեղ ասում են դուք իրենց ցանկալի իշխանություն եք։ Դուք մի պա եթե խորանանք մենք ինչի մասին ենք հիմա խոսում, այսինքն պատկերացեք իշխանությունը բանակցում է, հա, սա իմ տրամաբանությունն է հուշում ինձ։ Իշխանությունը մյուս կողմի հետ բանակցում է այն մասին, որ չկրակեք զոհեր չլինեն, մինչև ընտրությունները անցնեն, հետո մեր քաղաքացիներին, մեր զինվորներին կրակեք եւ սպանեք։ Ինչպես կարող է նման խոսակցություն տեղ։ Սա շատ, գիտեք, շատ շերտեր ունի, շատ անբարոյականության մասին է մի շերտը պետությունը ատելու մասին է այս խոսույթը։ Ես իհարկե լսել եմ, այնպես չի որ չեմ լսել, ես չեմ թաքցնի, ես լսել եմ նման խոսակցություն, նման տրամաբանությամբ, հա, խոսակցություններ լսել եմ, որտեղ կայունությունը պահում է իշխանությունը։ Սա անբարոյական զրույց է, առնվազն։ Եվ եթե բացենք շերտերը, անվերջ կարելի է բացել։ Այսքանը թերևս։ Հետագին Նազարյան, այսօր իշխանությունների ամենասիրելի խոսույթը ժողովրդավարություն եւ թափանցիկություն։ Ասում են, որ ինչը գոյություն ունի։ Հիմա տեսնենք ինչպես գոյություն ունի։ Մի կողմից մենք այսպես եթե խոսույթը լսենք, խոսում են կուսակցություններ փակելու մասին։ Գյումրու քաղաքապետը ով հանրությունը իրեն ամեն դեպքում ընդդիմադիր շրջանակներին ավելի շատ ձայն է տվել, հա, քան ձեր թեկնածուներին։ Չեն տվել, Վարդան Ղուկասյանին ինչպես ես ընդդիմադիր շրջանակներին ընդհանուր նկատի ունեմ։ Ամեն դեպքում ընտրված ծայրին զորբայությամբ գուցե։ Այդ տեսեք դուք ասում եք, չէ՞, մենք քաղաքացիների հանրության կողմից ընտրված իշխանություն ենք, մեզ ոչ ոք չի կարող, այսպես ասած, հեռացնել, միայն հանրությունը։ Այդ դեպքում ինչու եք ուզում Գյումրիի քաղաքապետին հեռացնել։ Իրան է հանրությունը։ Գյումրի քաղաքապետը ինքն իրեն հեռացնում է ամեն օր։ Ինչպես նաև երբ ասում եք կուսակցություններ եք ուզում փակել, այդ կուսակցությունները իրենց դաշնակցությունը իր քայլերով ամեն օր իրեն մի քայլ հետ է դնում քաղաքական դաշտից։ Բայց հետ գալով Վարդան Ղուկասյանի թեմային, տեսեք, նախ ինչպես նշեցի Վարդան Ղուկասյանը ինքն իրեն է հեռացնում քաղաքական դաշտին, ըստեյության մոտ չի էլ եղել, բախտի բերմամբ ստացվեց այնպես, որ աճպարարական հնարքների միջոցով միտեղ էլ ինչու՞ չէ ժողովրդին ստելով այն բոլոր ուժերը, ովքեր տեսախցիկների առաջ ասում էին ոչ մի ձայն, ինչի մասին է խոսքը, նույն Մարտուն Գրիգորյանը ասում էր իշխանությունը լկտի ստեր է տարածում, թե ես իմ ձայները պատրաստվում եմ տալ Վարդան Ղուկասյանին, այդ նույն Մարտուն Գրիգորյանը իր ձայները հերիք չէ որ տվեց Վարդան Ղուկասյանին, հիմա երբ հարց են տալիս, արդյոք ձեզ պատասխանատու համարում եք Վարդան Ղուկասյանի տարբեր քայլերի համար, ասում է ոչ։ Գիտեք, ես երբեք չեմ հոգնի, անհոգնել կմեջբերեմ այս օրինակետ, նույնն է, որ էլի մտնես ցեխաջրի մեջ եւ ուզես մաքսիմալ մաքուր դուրս գալ այդ ցեխաջրից, երբ դու մտել ես այդ ցեխաջրի մեջ, այս դեպքում ձայներդ նվիրել ես Վարդան Ղուկասյանին, դու այդ պահից հավասար պատասխանատվություն կրող ես, ուզես թե չուզես, հելնես երկինք, իջնես ներքև, բայց Վարդան Ղուկասյանը, գիտեք, ես օրեր առաջ քաղաքապետարանի էջ ուզեցի մտնել, այնտեղ ինֆորմացիա է փնտրում եւ իմ մոտ տպավորությունն էր, որ քաղաքապետարանի Գյումրիի համայնքապետարանի պաշտոնական էջը դարձել է, ինչ ասեմ, ավտոպահեստամասերի արք ու վաճառքի էջի էր նման, որտեղ անձնական ինչ որ միջանձնային հարաբերությունների պարզելու բան էր դարձել, հարթակ էր դարձել։ Այդտեղ գիտեք, հանրության առաջ պատասխանատվությունը, որ ստանձնել ես դու, արդյոք կարելի է այդպես անլուրջ վերաբերվել քո քաղաքացու հանդեպ։ Այդ թվում ես, գիտեք, այս բոլոր
ինչպես փորձեմ մաքսիմալ պոլիտկորեկտ գտնվել նաև կարծում եմ սա այս բոլոր տարբեր դիրքավորումները Վարդան Ղուկասյանի կողմից այս թփրտոցը մի բանի հետևանք է նախ ես ուզում եմ հիշեցնել որ մինչ իրեն կդնի քաղաքալացյալի տեղ եւ իր ուղերձներով կդիմի բոլոր միջազգային կառույցներին, դեսպաններին դիմել էր հայտարարությամբ, ես ուզում եմ հիշեցնել նույն Վարդան Ղուկասյանին, որ մինչ քաղաքալացյալ լինելը, թող չմոռանա, որ 19 թվականից սկսած տարբեր քրեական գործերով անցնում է ոչ միայն նա, նաև իր որդին, եւ ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնակազման համակարգի ներդրման արդյունքում տասնյակ գույքեր, եթե չեմ սխալվում 20 գույքեր այս համակարգով անցնում են եւ նա թող պատասխանի նախ այս հարցերին ինչպես է կուտակել եւ ինչպես է գեներացրել այդքան գույք, ինչպես է ապօրինի ծագում ունեցող նման գույքերի տեր դարձել, որոնք պիտի հետ տա պետությանը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մինիմալ գիտելիքներ ունեցող, իրավագիտակից քաղաքացի, ել չեմ ասում գյումրեցիները մեր, կարճ հիշողություն չունեն, տեսել են Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիները առաջ եւ տեսնում են հիմա, եւ Վարդան Ղուկասյանի այս որպես քաղաքական գործիչ սրացումները պայմանավորված են զուտ նրանով, որ նա ինքն էլ գիտի, որ հարցեր կան, որոնց պատասխանը առաջիկայում վստահաբար տալու է։ Թե ինչ ճանապարհով դա իրավապահ համակարգը կորոշի։ Քաղաքապետին հեռացնելու ծրագիր ունեք, այսինքն առաջիկա մականատես կլինենք։ Բոլորովին չասացի նման բան, ես հատուկ նշեցի, որ անցնում է Վարդան Ղուկասյանը տարբեր կտորներով դրվագներ, ես բացել նայել եմ տասնյակ գույքեր վերագրվում են իրեն որպես ապօրինի գույք ձեռք բերված, հա, եւ ելի եմ նշում Վարդան Ղուկասյանը լավ կանի, մտածի թե ինչպես է իրավապահ համակարգի առաջ պատասխանելու այս հարցերին, ինչպես է կուտակել որպես քաղաքապետ, եթե չեմ սխալվում այդ ընթացքում 200,000 դրամ էր իր աշխատավարձը, ինչպես է տեր դարձել տասնյակ գույքերի։ Դա խոսում եմ միայն գույքերի մասին է ես։ Ես չեմ խոսում այն դրամական միջոցները, որոնց տիրապետում է Վարդան Ղուկասյանը, դեռ պիտի այս հարցերի պատասխանի։ Տիկին Նազարյան, հիմա խնդրում եմ հստակեցնենք այս մասով Գյումրու քաղաքապետի ինչ քննարկում կա։ Քանի որ այդ նման հայտարարությունները չունենք մենք նման քննարկում, իսկապես չունենք մենք, եթե Ձեր խոսքը հեռացնելու։ Էլի եմ կրկնում, Վարդան Ղուկասյանը իր քայլերով ամեն օր իրեն հեռացնում է քաղաքապետ, ինքն իրեն հեռացնում է քաղաքապետի պաշտոնից, բայց էլի եմ ասում, ինչ իրեն քաղաքալացյալի դիրքում կփորձի մի տեղ, մի կերպ, այսպես ասած, զորբայությամբ տեղավորել, նա դեռ շատ հարցերի պիտի պատասխանի։ Տիկին Նազարյան, խնդիրը այն է, որ սա ոչ միայն նա, ինչպես նաև իր որդին։ Խնդիրը նա է, որ սա առաջին դեպքը չէ, հա, մենք նայում ենք, օրինակ Գյումրում էլ նախադեպ եղավ Բալասանյան դաշինքի հետ կապված, Վանաձորում Մամիկոն Ասլոնյանը, ես չեմ կարող, որտեղ դիմադիր են տրվում համայնքապետը, Կրիստինա ջան, ես չեմ, քանի որ հնչեց այդ ազգանունը, մի հատ հիշենք ինչի հետևանք է Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը մի դաշինքի, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Բալասանյան դաշինքը ունեին փաստաթուղթ, հուշագիր, որի հիման վրա էլի կային կետեր, որոնք չեն տեղի ունեցել։ Հստակ Բալասանյան դաշինքը չի կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, հա, հուշագրի արդյունքում։ Եվ ինչ տեղի ունեցավ մի օր Պարոն Սամսոնյանը, նախկին քաղաքապետը մի օր արթնացավ եւ որոշեց, որ Գյումրի քաղաքը պիտի մատնի անտերության, պիտի հրաժարականի դիմում ներկայացնի եւ մի քանի ամիս, եթե հիշում եք, վստահ եմ լուսաբանել եք որպես լրագրող, մի քանի ամիս պետական ծառայողները, հոակները չեն ստանում աշխատավարձ։ Գյումրի սանիտարահիգիենիկ վիճակը, այսպես ասած, աղբահանություն էլ չեմ ասում, խայտարակ վիճակում էր գտնվում, որովհետև
աշխատողներ չկային, մարդիկ աշխատավարձ չէին ստանում, այսինքն մի օր արթնանալ եւ որոշել, որ այլևս ես գնում եմ զբաղվել իմ անձնական կյանքով եւ քաղաքը մատնում եմ անտերության։ Վարդան Ղուկասյանը դրա հետևանք է։ Տիկին Նազարյան, Վարդգես Սամսոնյանը հրաժարականն դիմում գրեց, հեռացավ։ Նոր տեղի ունեցավ ընտրություններ եղան։ Ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ամենաշատ ձայները։ Ընդդիմադիրները ամիացին ավելի շատ։ Ամեն դեպքում ընդդիմադիրներին ավելի շատ ձայն տվեցին, դա իրողություն է։ Ոչ թե ընդդիմադիրներին ավելի շատ ձայն տվեցին, տարբեր ընդդիմադիր անկախ, շատ անկախ ուժեր ներկայացող անձինք ստացան չնչին ձայներ եւ միավորվելով միայն էլի եմ ասում ծայրը ծայրին հասնելով զորով Վարդան Ղուկասյանին դարձրեցին քաղաքապետ։ Էլի եմ ասում Վարդան Ղուկասյանը սխալ ճանապարհով է գնում, ես չգիտեմ ով է իրեն այս ոչ բարի, հա, այս չար խորհուրդը տվել, որ այ քեզ դիրքավորի որպես քաղաքալացյալ կարող է մի բան ստացվի, ուշադրությունը գրավես միջազգային կառույցների, վստահաբար դա տեղի չի ունենալու, բավարար է Վարդան Ղուկասյանի, էլի եմ ասում, դա հասանելի է հասարակությանը, կարող են պարզապես մտնել դատախազության կայք եւ տեսնել դատախազությունը ինչ է պահանջում Վարդան Ղուկասյանից, որպես գույք, որպես դրամական միջոցներ։ Բավարար է սա տեսնել եւ տանել զուգահեռներ, համեմատել եւ հասկանալ ինչու է ակտիվացել Վարդան Ղուկասյանը, այս բոլոր հաշվի առնելով, որ առաջիկայում էլի եմ ասում, նա պիտի պատասխանի մի շարք հարցերի։ Շնորհակալ եմ ձեզ, Տիկին Նազարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։